Я сегодня не только говорил об этом, мне пришлось показать документы. Чего вы раньше не делали касательно Что я этой раньше темы? не делал, да. Անցյալ հունվարին Ալիևը Հայաստանն անվանեց ֆաշիստական երկիր։ Նա ասաց, որ կայունություն եւ խաղաղություն ապահովելու համար Հայաստանը պետք է ոչնչացվի։ Հաջորդ օրը հունվարի 8-ին մենք հանդիպեցինք Դարել Իսայի հետ։ Նա Թրամփի մտերիմ ընկերն է, կոնգրեսական, հանրապետական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ եւ մեծ մերձավոր արևելքի հանձնաժողովի ղեկավար։ Մենք հանդիպեցինք նրա հետ եւ բացատրեցինք իրավիճակը, որ դա իրական սպառնալիք է։ Նույն երեկոյան նա զանգահարեց Թրամփին եւ Ռուբիոին եւ թռավ Ֆլորիդա։ Այսօր ցույց տվածս նամակը թվագրված էր փետրվար ամսով, բայց այդ ամենը կանգնեցնելու աշխատանքները կատարվել են հունվարին։ Մեր ուղղած նամակից հետո նրանք զանգահարեցին Ալիևին։ Հանրապետականների միջոցով նաև ազդեցին դեմոկրատների վրա, եւ երթմնակալությունից հետո մենք ստացանք մեր պաշտոնական նամակի գրավոր պատասխանը։ Այնտեղ հստակ նշված է, որ մենք պետք է օգտագործենք Ալիևի ճնշման բոլոր հնարավոր միջոցները սա դադարեցնելու համար, այդ թվում անձամբ Ալիևի դեմ պատժամիջոցների սպառնալիքները։ Ամենահետաքրքիրն այն է, որ այնտեղ հստակ նշված է, որ ազգային ժողովրդավարական բևեռը, իսկ փակագծերում լատինատար գրված է ազգային ժողովրդավարական բևեռը, հենց նա է դիմել իրենց։ Այսինքն Դարել Իսայի կողմից Թրամփին ուղարկված նամակը հիմնված էր ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության դիմումի հիման վրա։ Այնտեղ նաև նշվում է, որ բևեռը Հայաստանի ամենամեծ արևմտամետ շարժումն ու կուսակցությունն է, եւ մենք մեր անունից ենք դիմել։ Մենք հիմա էլ շատ սերտ կապեր ունենք Դարել Իսայի հետ։ Վերջին 1 տարվա ընթացքում մենք զարգացրել ենք մեր կապերը Թրամփի եւ նրա գրասենյակի հետ, հատկապես Վենսի հետ, ով ապագա հանրապետական թեկնածուն է։ Կարծում եմ Փաշինյանի եւ Ալիևի միջև անձնական համաձայնություն կմինի Հայաստանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ։ Փաշինյանը խաղաղության երաշխիք լինելու փոխարեն կդառնա, ինչպես նրան նախկինում անվանում էին, պատերազմի հրահրիչ։ Եվ ես չեմ բացառում, երբ նա զգա, որ պարտվում է, նույնիսկ ընտրություններից առաջ, երբ սահմանին որոշ հարձակումներ լինեն, կհայտարարվի արտակարգ դրություն, ինչը նրան հնարավորություն կտա հետաձգել ընտրությունները, եւ դրանից հետո նա կարող է կրկին իր ձեռքը վերցնել իրավիճակը, ձերբակալել որոշ մարդկանց, փակել որոշ բաներ եւ ապա կրկին կազմակերպել ընտրություններ։ Опять свои руки, кое-кого арестовать, кое-что закрыть, кое-что переиграть, а потом опять как бы организовать новые выборы.